Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 2։ Դու ինձ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը, քո երեսի առաջին ուրախությունների լիություն կա և քո աջ կողմը քաղցրություններ հավիտյան։ Սաղմոս 16-րդ գլուխ 10-րդ խոսք։ Զգացմունքներն ու կրքերը հաճախ նույն բանի պես են ընկալվում և այնուամենայնիվ առօրյա կյանքում կա որոշակի տարբերություն։ Զգացմունք բառն իր սովորական իմաստով մի փոքր ավելի լայն է թվում, քան գիրքը, քանի որ այն օգտագործվում է կամքի կամ հակման բոլոր կենսունագործողությունների համար, մինչդեռ գիրքը վերաբերում է նրանց, որոնք հանկարծակի են և որոնց ազդեցությունը կենսական ուժի վրա ավելի բռնի է, և միտքն ավելի հաղթահարված է և ավելի քիչ է գտնվում անձի սեփական վերահսկողության տակ։ Քանի որ հակվածության և կամքի բոլոր դրսևորումները կայանում են կամ համաձայնության և հավանության, կամ անհամաձայնության և մերժման մեջ, կան նաև երկու տեսակի զգացմունքներ։ Սրանք զգացմունքներ են, որոնցով հոգին ձգում է, կառչում է կամ փնտրում է այն, ինչ տեսանելի է, և զգացմունքներ, որոնցով այն հեռանում և հակադրվում է դրան։ Առաջին տեսակին են պատկանում սերը, ցանկությունը, հույսը, ուրախությունը, երախտագիտությունը և բավարարվածությունը։ Երկրորդ տեսակին են պատկանում ատելությունը, վախը, զայրույթը, վիշտը և նմանատիպ զգացմունքներ, որոնք այժմ մանրամասն սահմանելու կարիք չկա։ Կան նաև զգացմունքներ, որոնցում համակված են վերը նշված կամային գործողությունների երկու տեսակները, օրինակ՝ կարեկցանքի մեջ կա առաջին տեսակի մի բան տառապող անձի նկատմամբ, իսկ երկրորդ տեսակի՝ այն բանի նկատմամբ, որից նա տառապում է։ Եվ այսպես է նաև նախանձախնդրության մեջ։ Մարդը մի բանի կամ մեկի հանդեպ շատ ուժեղ հավանություն ու նվիրվածություն ունենալով, միաժամանակ խիստ կերպով դեմ է կանգնում այն ամենին, ինչը հակառակվում է իր հավանությանը։